Նար գիտես իրականում ես օրինակ մտածում եմ, որ ստեղ նաև գոյություն ունի ուրիշ տեսակետ, եթե խիստ մասնագիտական խոսանք, այսինքն վերադառնանք ամբողջովին մարքեթինգին հենց կոնկրետ, ու կարող ես հարցնել մասնագետների ու սպառողների տեսանկյունից մի քիչ պրովոկատիվ հնչի, բայց ավելի լավ։ Մենք բանավեճի արդյունքը է դա, բայց այդ շատ կարևոր է։ Հիմա եթե շատ սուր ու սառը ձևով փորձեմ այս հարցը տամ, ամենակարճ տարբերակը կլինի արդար է, արդյոք օգտագործել արհեստական բանականություն, որովհետև միանգամից իմ տեսակետը կուզենայի ասի, ես կարծում եմ արհեստական բանականությանը չի կարելի թույլ տալ մտնել ամեն բնագավառ բիզնեսի, այսինքն եթե օրինակ արհեստական բանականությունը իմ բիզնեսի տեսանկյունից գրում է իմ համար ընդհանրապես կոնտենտ, ինքը իրանից ոչ մի պոտենցիալ ուգրոզա կոպիտ ասած չի ներկայացնում, ինքը վտանգ իրանից չի ներկայացնում, այսինքն կոնտենտը ոչ մեկին երևի թե չի սպանի հուսամ, բայց եթե օրինակ մտնենք ավելի խորը լեվելներին, հասնենք արդեն օրինակ բիզնես ստրատեգիա կոչվածին, AI-ը շատ սահմանափակ է այդտեղ, այսինքն AI-ը հիմա աշխատում է ելնելով այն դատայից, որը ունի ամբողջ աշխարհը, բայց դատայի 90%-ը գալիս է եվրոպական կամ ամերիկական նեթվորքինգից, չէ, այսինքն արհեստական բանականությունը ոչ մի դեպքում այս պահի դրությամբ դեռևս մարքեթինգային տեսանկյունից ինչ չի կարա զգալի, էֆեկտիվ ու պրոդուկտիվ խորհուրդ տա, թե ինչպես ճիշտ բիզնեսը վարել Հայաստանում։ Փոքր շուկայում, ինչպեսին Հայաստանում։ Ապրես, այսինքն եթե օրինակ արհեստական բանականությունը ինձ ասի սկսի օգտագործել ծիածաններ ռեկլամների մեջ, կարծում եմ հայկական հասարակության մեջ ինքը չի աշխատի։ Ինչպես նաև օրինակ շատ ուրիշ փաստեր, որը մեր հասարակության մաս չի դեռևս, բայց արհեստական բանականությունը ունենալով այդքան մուտք ինֆորմացիային, ինքը դեռևս դրա մասին չգիտի։ Այսինքն մենք էլ չէ օրինակ ամեն օր օգտագործում ենք, ես օրինակ ամեն օր օգտագործում եմ արհեստական բանականության գործի մեջ, մեր Ամերիկայի կլիենտուրայի հետ, ինքը շատ էֆեկտիվ է աշխատում, ինքը կարող է խորհուրդներ տա, որ դու պայտակ կնստես կմտածես, այս ինչ ասեց։ Բայց երբ որ հերթը հասնում է մեր հայկական կլիենտուրային, իրա տված խորհուրդների մեծ մասը չի աշխատում։ Դու ուզում ես ֆրաս ասես, այ ջան, արի ես քեզ սովորացնեմ, հիմա թե դա ոնց է արվում, այսինքն Հայաստանն է, էլի, դու չգիտես դու ուր ես ընկե։ Ու այդ պահին դու հենց այդ պահն է, էլի, որ քեզ թափեցնում է ու դու հասկանում ես դու ավելի ուժեղ ես, քան ինքը։ Այս պահին, ինձ թվում է այդ keyword-ը, ключевое слово-ն, որը մենք պետք է օգտագործենք այս քննարկման մեջ, այդն է, որ այս պահին է AI-ը տենց աշխատում։ Որովհետև էլի վերադառնանք 22 թիվ, երբ AI-ը բացվեց բոլորի համար, ամբողջ աշխարհի համար, այդ թվում նաև Հայաստանի համար, դու էլ ես էլ օգտագործել ենք իրան այդ թվականին հայերեն լեզվով, հա, ինքը այդ ժամանակ եղել է չափազանց սահմանափակ հայերեն լեզվով, այսինքն ինքը նույնիսկ իր գրավոր պատասխանների մեջ քերականական սխալներ է արել, կոնտեքստային տեսանկյունից սխալ բառեր է ընտրել, այն ժամանակ երբ չկար աուդիոյով իր հետ խոսալու հավանականությունը, ես չեմ էլ պատկերացնում, եթե լիներ, ինքը հայերեն ոնց կխոսար, հա, բայց որ fast forward մինչև 2026 ինքը մեծ պրոգրես է գրանցել մեր լեզվով շփվելու ու ինչու՞ չէ նաև մեր պես մտածելու տեսանկյունից։ Քո շեշտած խնդիրը, երբ ինքը մեր շուկան չիմանալով բնականաբար մեզ տալու է խորհուրդներ, որը արդիական կարող են լինել արտասահմանյան շուկայում, հենց մեկը օրինակ այդ ծիածանի օգտագործումը, չէ, որը աշխարհը ոնց եկավ դրա օգտագործմանը, այտենց էլ հիմա փորձում է դուրս գալ այդ փուլից, քանի որ վերադառնում է այն կոնսերվատիվ մտածելակերպին, որը ստեղծել է այս աշխարհը, հասկանալով, որ տարատեսակ activity-ներ, որոնք բիզնեսն առաջ են տանում, հասարակությանը հետ են տանում, հա, այսինքն հա, արհեստական բանականությունը չիմանալով մեր փոքր շուկան, բնականաբար մեզ տալու են այնպիսի խորհուրդներ, որոնցից մենք առաջնահերթ մենք որպես մարդ, ունենալով այն մորալ կոմպասը, որը մենք ունենք, մենք չենք էլ կիրառելու այդ խորհուրդները մեր շուկայում, այսինքն այն շուկան, որտեղ դեռ ծիածան տարբեր գովազդներում օգտագործելը նորմալ չի,
մենք փորձելու ենք անենց անենք, որ դա այդպես էլ մնա, չէ, որովհետև առաջնահերթ դա բխում է մեր շահերից, որովհետև վերցնենք Ամերիկան օրինակ, հա, Թրամփը ինչ հայտարարություն արեց իր վերջի ընտրությունից հետո։ Առաջին օրենքը, որ ինքը ընդունեց, դա նա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա երկու սեռ՝ իգական եւ արական։ Ինչի, որովհետև այն պետությունը, որը կարելի է ասել մցրեց այդ գաղափարը, այդ ստանդարտը աշխարհում, հասկացավ, որ իրենց իսկ պետությունը կործանվում է այդ ստանդարտներից ելնելով։ Մենք խոսք ունենք, չէ՞, մեր մեծերը խոսք ունեն, ասում են հնից լավը չկա։ Մենք իրականում վերադառնում ենք այնտեղ, որտեղից սկսել ենք։ Ու դա ինչ որ չափով այս պահին այս հասարակության մեջ ուրախացնող է, որովհետև տարատեսակ ոլորտներում պետքա վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել ենք, քանի որ այն փուլը, որտեղ մենք հիմա գտնվում ենք, տանում է ակնհայտ կործանման, հա։ Ու ճիշտ է, որ արհեստական բանականությունը սահմանափակ է մեր շուկայի համար այս պահին, բայց ես մի արտահայտություն անեմ, արհեստական բանականությունը այն անսահմանափակ հնարավորությունների գործիքն է, որը մենք սահմանափակում ենք մեր կողմից իրեն տրվող հարցերով, հա։ Հիմա նույնիսկ աշխարհում գոյություն ունեն prompt engineering պոզիցիաներ, որտեղ դա արդեն մասնագիտությունն է, չէ՞, ինչպես ճիշտ օգտագործել արհեստական բանականությունը։ Կան դասընթացներ, որոնք քեզ սովորացնում են ճիշտ օգտվել արհեստական բանականությունից։ Նույնիսկ արդեն կան համալսարաններ, որտեղ ֆակուլտետներ են բացվել արհեստական բանականության ուղղվածությամբ։ Այն ինչ եղել է արհեստական բանականությունը Հայաստանում 22 թվին ու այն ինչ այն Իրանից ներկայացնում է հիմա, այդ սարերի տարբերությունն է։ Ու բնականաբար եթե մենք մի քանի տարի անց նայենք իմ ու քո ունեցած խոսակցությունը, շատ բաներ փոխված են լինելու արհեստական բանականության մեջ ու իր կարողությունների մեջ։ Այս պայն աշխարհում գոյություն ունի երկու տեսակի արհեստական բանականություն։ Դու ինքդ շեշտեցիր, կա արհեստական բանականություն ու կա արհեստական գեներատիվ բանականություն, չէ՞, որը կարելի է ասել դեռ չկա, բայց կլինի։ Ու կա երրորդ տեսակի արհեստական բանականություն, որը իր այն նորածնային շրջանում է այս պահին։ General intellect։ Էդի տարբեր տեղեր տարբեր տերմիններով են նրանց անվանում, օրինակ իմ կարդացած, իմ նայած ռեսուրսներում նրան վերագրում են որպես սինթետիկ բանականություն։ Ու երբ սինթետիկ բանականությունը իր նորածնային փուլից հասնի այն փուլին, որին հասել արհեստական բանականությունը իր ստեղծված օրվանից մինչ առ այսօր, ասենց մեր լեզվով ասած, ինձ թվում է մեր վերջը եկել է։ Խի, որովհետև միակ հուսադրող հանգամանքը, թե ինչի պետք չի զգուշանալ արհեստական բանականությունից հիմա, այդ այն է, որ ինքը ունի դոստուպ ինֆորմացիային, որը գոյություն ունի մինչ առ այսօր, բայց ինքը ապագայի հետ կապված որոշումներ չի կարող կայացնի։ Ինքը կարդում է համացանցում տեղադրված ինֆորմացիան ու գալիս է ինչ որ մի հատ կոնկրետ logical conclusion ասվածի, հիմնվելով այդ նշված փաստարկների հիման վրա, բայց ինքը չի կարող կարդա ու գերակշռող մասի դեմ հակառակ կարծիք հայտնի, հա։ Ու դա տարբերությունը լինելու սինթետիկ բանականության ու արհեստական բանականության, երբ ինքը նույնիսկ կարող է կարդալ գրքեր, որտեղ հստակ ձևով երևում է ճիշտը որն է, սխալը որն է, բայց ինքը կարող վերջում ֆրասի չէ, դա ճիշտ չի։ Ճիշտը է սա, հա, լրիվ նոր բան, որը երբևիցե ոչ միտեղ չի քննարկվել, ու ինձ թվում է հենց այդ է մեզ տանելու մեր կործանման, որտեղ մենք ստեղծել ենք մի բանականություն, որը մեզնից խելացի է դառնում։ Ինքը այս պահին էլ է մեզնից խելացի տարատեսակ ոլորտներում, տարատեսակ շուկաներում, բայց իր պրոգրեսիվ աճը բերելու է, հասցնելու է մի հատ կետի, որտեղ ինքը դառնալու է սուպեր ինտելեկտ ու ինքը դառնալու է մեզնից բոլորից շատ ավելի խելացի ու շատ ավելի արտադրողական էակ, հա։ Ինչա նշանակում Homo sapiens, չէ՞, բանական էակ։ Ու մինչև արհեստական բանականության ստեղծումը Homo sapiens-ը եղել է միակ բանական էակը ամբողջ աշխարհում։ Հիմա մենք էլ միակը չենք։ Մենք
կյանքում չենք դրվել մի իրավիճակի մեջ, որտեղ մենք գործ ենք ունեցել մեզնից խելացի բանականության հետ։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ մենք եթե դրվենք այդ իրադրության մեջ, մենք չգիտենք մեզ ոնց դրսևորենք, որտեղ տենց բան պատմության մեջ դեռ չի եղել։ Եղել են տարատեսակ կոնֆլիկտներ երկրների մեջ եւ որ երկրի ղեկավարը ավելի խելացի է եղել, ավելի ստրատեգիչսկի է եղել, հաղթել են, չէ՞, այդ կոնֆլիկտները։ Բայց մենք խոսում ենք թվային էակից, որը մեզնից տասնյակ հազարավորներ անգամ խելացի է ու արագ։ Ու ավելի արագ, հա, եթե ես ուզում եմ սովորեմ վաճառքի գաղտնիքները ու պիտի կարդամ որևիցե 3 կամ 4 գիրք, ինչքան ժամանակ է ինձ պետք այդ գրքերը կարդալու համար։ Ամիսներ, հա, հասկանալով հանդերձ ու ինչու՞ չէ նաև կիրառելով հանդերձ, ինձ պետք է ամիսներ։ Ինչքան ժամանակ է պետք ChatGPT-ին 1-2 վայրկյան, հա։ Եվ այն էակը, որը մի քանի վայրկյանի ընթացքում կարող է դառնալ քո պոտենցիալ մարքեթինգային կոնսուլտանտը, հա, եւ կայացնել որոշումներ, որը կամ առաջ կտանի քո բիզնեսը կամ կտապալի քո բիզնեսը։ Ես ուզում եմ շեշտել մի շատ կարևոր փաստ, որ համենայն դեպս ներկայումս այս պահին ցանկացած գործ, ցանկացած task, որը տրվում է արհեստական բանականությանը, վերջում պետք է proof read արվի մարդու կողմից, հա, ու այդ իմ մոտ մի հարց է ծնում, քանի որ AI-ը բոլորին արագացնում է, բոլորին դարձնում է ավելի արտադրողական, հա, գործի տեսանկյունից, բայց միկրո եւ մակրո մակարդակների վրա հիմա AI-ը արդեն գերակշռում է, չէ՞, արդեն դու հոգնում ես իրանից քո առօրյայում, թե որպես բիզնես, թե որպես սպառող։ Այս հանգամանքից ելնելով ինչ ես կարծում, բիզնեսները արդյոք կսկսեն մարդու կողմից ստեղծված ու արված գործին արդեն վերաբերվել որպես պրեմիում որակ։ Կարճ ու սառը պատասխանը կլինի չէ, որովհետև ես որպես բիզնեսի ներկայացուցիչ օրինակ չեմ կարծում, որ մարդկային փաստը ինքնին արդեն հանդիսանում է ինչ-որ պրեմիում որակ կամ բնորոշիչ, բայց այստեղ կա հարցի հաջորդ կողմն էլ, Երոնյան մեր այո բայց ծրագրի միշտ շարունակվում է, պրեմիում կդառնա ոչ թե կոնտենտը, որը ստեղծված է մարդու կողմից, պրեմիում կդառնա այն կոնտենտը, որը մտածված է մարդու կողմից։ Այսինքն պարտադիր չի այդ կոնտենտը ստեղծի մարդը, բայց պարտադիր է, որ այդ կոնտենտի վերաբերյալ մտածի մարդը։ Ամենալավ օրինակներից մեկը էլի վերադառնում ենք օրինակ այդ կրեատիվ բնագավառին, այդտեղ այսինքն AI-ը կարող օգտագործվի որպես idea generation tool, որտեղ դու ինքդ քո հետ այս անգամ առանց ինչ-որ մարդու օգնության կարաս նստես ու սկսես solo brainstorming անել, չէ, օրինակ ինչ ստեղծել, ինչ գրել, ինչ նկարել եւ այլն, բայց դու դեռևս ունես ամբողջական ազատություն AI օգտագործելու մեջ։ Պրեմիում կդառնա այն ռեզուլտատը, որը ծնվել է մարդկային մտածողության, գումարած արհեստական բանականության որպես գործիք օգտագործման։ Համատեղ ուժերով, այսինքն մեր առաջ այս պահի դրությամբ, ես երևի դիտարկում եմ իմ անձնական փորձից, հա։ Դու կոնկրետ կոնտենտի մասին ես խոսում, բայց այս կարելի է ինձ թվում է վերագրել գլոբալ տարբեր մասնագիտություններին էլ, այսինքն օրինակ վերցնենք մի մասնագիտություն, որը բավական այս պահին տարածված է Հայաստանում, ոսկերչություն, հա։ Ոսկերիչներին պետքա 3D մոդել, որպեսզի նրանք ստանան ինչ-որ նոր մատանի, նոր շղթա եւ ստեղծել պահանջարկ այդ նորի հանդեպ։ Այս օղակի մեջ ինչ ես կարծում, մարդկային սա ինձ թվում է այս օղակը շատ իդեալական օրինակ է, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունը համատեղել մարդու գործոնի հետ, քանի որ միակ տեղը, ամենայն դեպս այս պահին գոյություն ունեցող միայն տեղը կոնկրետ այս օղակի մեջ, որտեղ կարելի է ինչ-որ չափով էֆեկտիվ ձևով օգտագործել արհեստական բանականություն, այդ առաջին փուլն է։ Այսինքն 3D mock-up-ը ստանալ արհեստական բանականության կողմից կամ օգնությամբ, բայց հետո արդեն առաջ է գալիս մարդկային արվեստը,
որպեսզի այդ 3D մոդելը վերածվի իրական ֆիզիկական զարդի, որը մարդիկ կարող են կրել հետագայում։ Բայց չեմ ուզում սահմանափակել այս գաղափարը, քանի որ ինքս հավատում եմ, որ շատ շուտով կստեղծվեն նաև գործիքներ ոսկերիչների համար, օրինակ, որպեսզի զուտ մոդելը տալով արդեն ստանան վերջնական արդյունք, այսինքն շատ կչանա մարդկային գործոնը առհասարակ, բայց մնա ինչ որ չափով։ Առաջ է գալիս այն խնդիրը, պատրաստ ես դու արդյոք վստահել մի գործիքի, որը չունի պատասխանատվության զգացողություն։ Այսինքն ես օրինակ որպես բիզնեսի տեր մտածում եմ, եթե գոյություն ունեն ինչ որ պոզիցիաներ, որտեղ ես կարամ պահանջեմ պատասխանատվություն իմ աշխատողից, ես ավելի շատ կնախընտրեմ մարդկային գործոնը այդտեղ, որովհետև եթե AI-ը օրինակ իմ տված առաջադրանքը սխալ կատարի, ես չեմ կարող իրան մեղադրեմ, ասեմ, ես ինչ սխալ ես արել, ես քեզ գործից հանում եմ։ Subscription-ը cancel կանես։ Հա, ու այդ դեպքում ես էլ դու էլ գիտենք, որ անպայման չենք տարական փոքր եւ ինչ չնայվ միջին սխալներից ելնելով մենք չենք դադարում օգտագործել այդ մենք չենք դադարում, բայց միևնույն պահին, այսինքն մենք չենք կարող մեղադրենք գործիքը, որ ինքը սխալ է արել, ու այդ պահին հենց առաջ է գալիս քո այդ նորից սթափ վիճակը, եւ դու հասկանում ես, որ իրականում AI-ի սխալ գործոնը, որը ինչ որ սխալ ձևով ազդեցություն կունենա քո բիզնեսի վրա, իրականում քո մեղավորությունն է։ Քո ու մենակ քո, եթե մարդու հետ աշխատելուց ինչ որտեղ ով քո ստորադասն է այս դեպքում, եթե դու կամպանիայի հիմնադիրն ես, բայց ունես գործադիր տնօրեն ու ինչ որ կոնկրետ սխալ է արվել, որը կապել է ձեր ռեպուտացիային, կապել է սպառողին, վստահությանը եւ ինչու՞ չէ ինչ որտեղ նաեւ վտանգավոր է դարձել ինչ որ մեկի համար, այդ պարագայում այդ որոշիչ օղակների սուբորդինացիայով դու կարող ես մեղադրել գործադիր տնօրենին, գործադիր տնօրենը մենեջերներին եւ այլն, հա։ Ու ինչա ստեղծում այդ իրավիճակը։ Ես շատ կողմ եմ նրան, որ բիզնեսի թերությունները քննարկվեն թմի կողմից։ Նույնիսկ եթե դա նշանակում է, որ ինչ որ միտեղ, ինչ որ մեկին պետքա մեղադրել, որտեղ այդ իրավիճակը ստեղծում է debate, մի բանավեճ, որտեղ բոլորս շահում են, հա, բոլորը դառնում են ել ավելի լավը իրենց գործում։ Ինչ որ միտեղ մեր գիտելիքը A մակարդակից B մակարդակ է տեղափոխվում, բայց օգտագործելով արհեստական բանականություն եւ վստահելով նրան 100%-ով, ինձ թվում է մենք դնում ենք մեզ մի անելանելի իրավիճակի մեջ, որտեղ եթե հանկարծ մենք սխալվենք, միակ մարդը, ով դրա համար պիտի պատասխանատվություն կրի, այդ ինքներս մենք ենք։ Հիմա մի հատ հատուկ հարց հենց քեզ համար Նարեկ ջան, դու որպես բիզնեսի ներկայացուցիչ մարդով ունի իր գործող կազմակերպությունը, օրինակ դու քո առօրյայում արդեն ինչ որտեղ տեսնում ես բնակավարներ, որտեղ արհեստական բանականությունը գերազանցում է մարդուն, ու այդ բնակավարներում, հա, օրինակ ինչն է դառնում որոշիչ հանգամանք այդ առավելության մեջ, ու կարա այդ ինչ որ տեսակի ռիսկի տակ դնի ոչ միայն սպառողին, քո աշխատողին, թմին եւ այլն, այլ հենց քեզ որպես բիզնեսի հիմնադիր, տնօրեն եւ համար մեկ մարդ այդ ամեն ինչում։ Իրականում մենք արդեն իսկ մեր կազմակերպության մեջ բավական շատ ենք օգտագործում արհեստական բանականությունը, ու կարելի է նույնիսկ ինչ որտեղ ասել, որ կան մարդիկ, ում հետ ես աշխատել եմ այն ժամանակ, երբ արհեստական բանականություն չի եղել, նրանք չեն եղել իմ full time լրիվ դրույքով աշխատողները, բայց նրանք եղել են ավելի շատ project basis աշխատողներ, հա, երբ եղել է պրոյեկտ, որտեղ նրանց կարիք է եղել է, ես ներգրավել եմ նրանց կոնկրետ հստակ ժամանակահատվածով, վերջացրել ենք պրոյեկտը եւ նրանք այլևս սպասել են հաջորդ պրոյեկտին իմ կողմից։ Սովորաբար այդ ոչ միայն կոնկրետ պրոյեկտների process-ներին է վերաբերվում, այլ նաեւ մնացած ներքին բիզնես process-ներին, որտեղ կարելի է օգտագործել մարդկային ներուժը, այսինքն կարելի է եղել այն ժամանակ օգտագործել մարդկային ներուժը, առաջին ամենակարևոր պոզիցիան, որը մեր մոտ լիովին եւ ամբողջովին փոխարինվել է արհեստական բանականությամբ, այդ վիրտուալ ասիստենտներն են։ Այսինքն այն ժամանակ, երբ ունեինք
հստակ մոնոտոն, հա, շատ տենց ձանձրալի աշխատանք, կային մարդիկ, ովքեր անում էին այդ աշխատանքը, օրինակ մեր կալենդարներով էին զբաղվում, հանդիպումներ էին նշանակում, իմեյլները կարդում էին մեզ, ասում էին որն է կարևոր, որին հիմա պետքա պատասխանել, այսինքն ասիստենտի դեր էին խաղում, նրանք մեր համար օգնականներ էին ու դրանով հանդերձ կրճատում էին մեր ժամանակը, որը մենք ծախսում էինք մոնոտոն task-երի վրա, ինչպիսիքն են օրինակ տարբեր spreadsheet-ներով աշխատելը, հա, եւ կալենդարներ վարելը եւ տարական կոմունիկացիա վարելու հարցը լուծողներն էին այդ մարդիկ։ Հիմա այդ ամբողջ աշխատանքը փոխարինվել է արհեստական բանականության, հա, այսինքն մենք այլևս վիրտուալ ասիստենտների կարիք չունենք, մենք այլևս lead generation ագենտների կարիք չունենք, ովքեր մանուալ ձևով scrape էին անում մեր պոտենցիալ կլիենտների տվյալները տարատեսակ բազաներից։ Հիմա այդ ամեն ինչը ավտոմատացված է ու գոյություն ունեն արհեստական բանականությամբ աշխատող ագենտներ, որոնք կատարում են նույն գործառույթը, հա։ Օրինակ խոսեցինք լիդեր գեներացնելուց, այն ժամանակ երբ մեր գործի մեջ բացվում էր ինչ-որ մի հատ spot, հա, ազատ կլիենտի տեղ, մենք առաջի բանը, որով զբաղվում ենք, այդ outreach-ով զբաղվելն է, հա, գտնել պոտենցիալ կլիենտներ ու նրանց տեղեկացնել մեր գոյության մասին, բայց մինչև outreach-ին անցնելը մեզ պետք էին հստակ customer profile-ով լիդեր, հստակ լոկացիայից, հստակ շրջանառություն ունեցող մարդիկ ու որպեսզի այդ մարդիկ լինեին տվյալ գործում որոշում կայացնող մարդիկ։ Այսինքն մենք մեր ծառայությունը զանգեինք, առաջարկեինք decision maker մարդկանց, ովքեր կարող են որոշել մեր հետ աշխատեն, թե չաշխատեն, հա։ Ու այն ժամանակ մենք ունեինք Ֆիլիպիններից թիմ, ամբողջ թիմ, 4-ից 5 հոգանոց թիմ, ում երբ պետք էր լինում, բարձում էինք, ասում էինք, օրինակ գտի Նյու Յորքի շրջանի եւ հարակից փոքր քաղաքների բոլոր ատամնաբուժական կլինիկաների ղեկավարների կամ համահիմնադիրների ու հիմնադիրների տվյալները։ Այս դեպքում նրանք մանուալ ձևով ման էին գալիս ու մի քանի շաբաթ ժամանակ էր պահանջվում, որպեսզի իրանք գեներացնեին 2-ից 3000 կվալիֆիկացված լիդ, ում հետո մեր վաճառքի թիմը կարող է զանգահարել կամ email մարքեթինգով մեր ծառայություններն առաջարկել։ Հիմա ես իրականում ինքս չեմ զգացել, երբ ենք հասել մենք այն կետին, երբ այդ մարդկանց մասին այլևս չենք մտածել։ Այսինքն ես կասեի, այդ նույնիսկ որոշում չի եղել, հա, չենք նստել մտածել տանկ AI անի, բայն մարդիկ ինչ կլինեն, իրանց վերցնենք, չվերցնենք, ասենց ակամայից ինքն իրան ավտոմատ ոնց որ այդ որոշումը արդեն կայացված է եղել ու շատ բրուտալ ճշմարտություն է իրականում, բայց այն ոլորտում, որտեղ ես կարող եմ փոխարինել MPC մասնագետների, ովքեր անմիջական դեր չեն խաղում կազմակերպության զարգացման ու մեծացման վրա, որպես բիզնեսմեն դու ինչ-որ չափով նույնիսկ պարտավորվում ես այդ մարդկանց փոխարինել AI-ով, հա։ Այսինքն ուղղակի չանվանես այդ փոխարինում, դա երևի որպես պրոգրեսիվ դու էվոլյուցիա ես ապրում։ Դու էվոլյուցիա ես ապրում ու իրականում բոլորը պետք է ապրեն էվոլյուցիա։ Այն մարդիկ, ովքեր փոխարինվում են, իրանք ունեն իրանց առանձին էվոլյուցիայի ճանապարհը, որը իրանք պետք է ապրեն, որովհետև ինձ թվում է առասարակ մարդկային պոտենցիալը առաջ է գալիս մենակ այն ժամանակ, երբ դու գտնվում ես այն ամենացածր մակարդակի վրա, ոչ թե որպես անձ, այլ որպես մասնագետ, հա, the lowest point։ Այսինքն երբ ոնց որ ինչին ձեռս գցում չի ստացվում, հա, ընդունվում ես գործից հանում են, քեզ փոխարինում են արհեստական ինտելեկտով։ Դու ակամայից sense մի հատ իրավիճակում ես հայտնվում, որտեղ քեզ տուպիկ են գցել ու դու պիտի ինչ որ ռեակտիվ ձևով պատասխան տաս այդ ստեղծված իրավիճակին կամ այդ իրավիճակը քեզ կուլ կտա։ Դու կհամակերպվես այն մտքի հետ, որ քեզ փոխարինեցին ու there is nothing I can do about it, հա, ոչ մի բան չկա, որ ես կարամ անեմ, որպեսզի այդ իրավիճակը նախ ծրվի, երկրորդ այլևս տես բան չկրկնվի, հա, ու այդ իրականում սխալ է։ Կա բաներ, որոնք դու կարող ես անել, որպեսզի
քեզ այլևս չփոխարինեն արհեստական բանականությամբ։ Ես մի հատ շատ լավ օրինակ ունեմ այդ վերաբերյալ, օրինակ որոնողական շարժիչների այդ աշխատողները մեր տերմինոլոգիայով ասած SEO-շնիկները, չէ, երբ դուրս եկավ Yoast-ի կողմից օրինակ AI ասիստենտը, SEO, ես ինքս առաջին հերթին մտածում էի, որ ես կյանքում երբեք երևի SEO-շնիկ չեմ բարձի, որովհետև նախ եւ առաջ թանկ է, երկրորդն էլ ինքը ռեսուրս է, որի վրա պետքա միշտ աշխատանք կատարվի, չէ, ու առաջնային, այսինքն իմ միտքը ինչն է եղել, եթե Yoast-ը ստեղծել է իր SEO assistant-ը, վերջ, ես փրկվեցի, այսինքն ես ուղղակի կսովորեմ օրինակ այդ ամեն ինչը ոնց է արվում ու ես որպես բիզնեսի տեր պարզապես ինքս կօգտագործեմ, այսինքն մի անգամ AI-ին setup կանեմ ու ինքը իմ փոխարեն այդ ամբողջը կանի։ Չէ, իրականում ինչ դառավ, այսինքն այս պահի դրությամբ հա դու ինչ որ չափով կարող ես ավտոմատիզացնես այդ գործը, չէ, բայց դու չես կարող ստուգես այդ գործը, դու չես կարող ճիշտ prompt տաս, եթե դու ինքդ մասնագետ չես։ Ու այստեղ առաջ եկան նոր կատեգորիայի SEO-շնիկներ կոչված, հա, ես սենց ասեմ, ովքեր այն SEO մասնագետներն են, ովքեր կարող են նաև օգտագործեն AI։ Հիմա ես օրինակ մեծ հաճույքով ավելի շատ փող կտամ, կծախսեմ այն SEO մասնագետի վրա, ով գիտի ոնց օգտվի այդ AI tool-երից։ Բայց ես ինքս որպես բիզնեսի տեր պարզապես գաղափար չունեմ իրանց ոնց օգտագործեմ։ Այսինքն ինձ մեկա պետքա մարդկային գործ ունես ամեն ինչի մեջ։ Ինչի համար ես իմանամ այն, ինչի պատասխանը կարող եմ գտնել։ Այո, Այսինքն, խոսեցիր SEO-ից, կուզեմ նաև շեշտեմ, որ SEO-ն այլևս SEO չի, չէ, ինքը AEO է, Artificial Intelligence Optimization, ու այդ մի հատ sense boom էր մեր ոլորտում, քանի որ հիմա մի փաստի հիման վրա ստեղծված ոլորտ, փաստը լինելով այն, որ մարդիկ այնքան են ծուլացել, որ իրանք այլևս Google իրանք չեն անում, իրանք խնդրում են, որպեսզի ChatGPT-ն իրանք փոխարեն Google անի, դրա հիման վրա ստեղծվել է այդ AEO ոլորտը, որտեղ այլևս շատ մարդիկ Google չեն անում, հա, այսինքն եթե քեզ պետք է գտնել ինչ-որ չգիտեմ, հարցի պատասխան, ինչ-որ հարցի պատասխան կամ նույնիսկ գտնել քո տարածաշրջանում գոյություն ունեցող օրինակ լավագույն ատամնաբուժական կլինիկաների կամ հաշվապահական գրասենյակների տեղը, դու այլևս Google չես անում ու մանուալ ձևով տենց այդ արդյունքները ինքդ ամփոփես։ Դու էլ, ես էլ ու շատ մարդիկ արդեն chat-ին են նույն հարցը տալիս, հա։ Այսինքն Google անելու փոխարեն իրանք ասում են chat ջան, ախպերս գտի համար Google արա, գտի օրինակ Երևան քաղաքի լավագույն իրավաբանական գրասենյակները ու կարծիք հայտնի, թե նրանցից որն է ամենալավը քո կարծիքով։ Նաև կներես, նաև խնդրում եմ այցելիր իրենց վեբ կայքերը, գտիր նրանց գնացուցակը, չէ՞, եւ կարճ ինձ ներկայացրա իմ բյուջեի սահմաններում որ մեկը կլինի A իմ համար ամենալավ տարբերակը եւ B կլինի իմ բյուջեի սահմաններում։ Դա մի հատ այնց process է, որը այն ժամանակ մարդկությանը մի քանի ժամ էր պահանջվում, որպեսզի մենք ինքներս մեր research-ը անենք, մի հատ էլ զանգենք մեր այն աղբորը հարցնենք ստեղից մարդ կա, որ ճանաչում ես, լավն են, լավ չեն, այսինքն մեր որպես սպառող մեր research-ը անելու համար մեզնից պահանջվում էր ժամանակ, հիմա այդ ժամանակը կարելի ասել էլ չի պահանջվում։ Չէ, Google անել հասկացողությունը ինքն էլ էվոլյուցիա ապրեց, այսինքն միացավ Google-ին ու հիմա դաժե ու հիմա անգամ երբ որ դու Google ես անում ինչ-որ բան, ինչ-որ հարց ես տալի Google-ին, քեզ պատասխանում է ոչ թե Google-ը, որը առաջ ուղղակի ցանկ էր բերում ռեսուրսների, որոնցից դու կարող ես օգտվել, քեզ միանգամից պատասխանում է արհեստական բանականությունը։ Բայց վերադառնալով այն թեմային, թե SEO մասնագետները, այսինքն ամեն ինչ սկսվեց նրանից, որ դու ասում ես մասնագիտությունը կորցնող մարդ է, ինքն էլ պետք է էվոլյուցիա ապրի, այդ մարդիկ SEO մասնագետները օրինակ իմ կարծիքով իրանց հաջորդ էվոլյուցիան կդառնա AEO-ի մասնագետ դառնալը, այսինքն եթե նայենք լավ արհեստական բանականություն գոյություն չունի, ինտերնետ գոյություն չունի, մենք ապրում ենք այն, չգիտեմ, միջին դարերում, հա, պատերազմներ են գնում բոլորս ձիերի վրա, մեր թրերով հարձակվում ենք իրար վրա,
ես կորցրեցի իմ ասպետական գործը, ես ունեմ երկու տարբերակ, չէ, կարամ գնամ օրինակ խմեմ դառնամ ալկոհոլիկ կամ օրինակ զարգացնեմ ուրիշ ինչ-որ գործառույթ, ինչպես դարբին դառնամ, չէ, օրինակ, որը կապահովի ասպետներին իրենց համար մեկ սպառողական գործիքով։ Այսինքն իմ ունեցած փորձը կապել մեկ ոլորտի հետ, որտեղ իմ փորձը դեր է խաղում եւ պետք է։ Անպայման, այսինքն ստեղ արդեն դեր է խաղում ոչ թե արհեստական բանականության խառնված լինելը այս գործոններին, այլ դեր է խաղում թե դու որպես մարդ քո ապագան ինչպես ես կառավարում, չէ՞։ Բոլորս էլ կարանք դառնանք դեպրեսիվ ինչ-որ մի հատ ստրեսի տակ հայտնված մարդ ու որոշենք վատ որոշումներ ընդունել, որի արդյունքում մենք կտապալվենք որպես մարդ, բայց միևնույն ժամանակ կա ավելի օպտիմիստական կողմը, երբ որ դու կարաս այդ ամեն ինչին դիտարկես որպես քո համար նոր հնարավորություն։ Այնինչ մեզ չի սպանում, դարձնում է մեզ ավելի ուժեղ։ Ապրես։ Չենք փոխարինվի, ուղղակի պիտի սովորենք նրան օգտագործել։ Շատ հետաքրքիր քննարկում է առաջանում, ու ես կուզեի այդ նաև կապենք կոնկրետ հայկական շուկայի հետ, փոքր շուկայի հետ։ Դու եւ ես մենք լավ գիտենք տարատեսակ օրինակներ, որտեղ արհեստական բանականությունը արտասահմանյան շուկայում շատ արդյունավետ ձևով արդեն կիրառվում է, հա, ես մի կարճ օրինակ բերեմ ու քեզ արդեն իմ հարցը տամ, այն ժամանակ, երբ մենք օրինակ ստեղից Բրիտանիա անում էինք social media management ու targeting, հա, գովազդային հոլովակների նկարահանումը եւ նրանց արդյունավետ գովազդ կազմակերպելու հարցը լուծում էինք, մենք նաև լուծում էինք մեկ փոքր, բայց բավականին կարևոր հարց մեր կլիենտների համար, որը օպերատորությունն է։ Այսինքն բացի այն, որ մենք գեներացնում էինք լիդեր, օրինակ ջեռուցման համակարգեր ուստանով կանող կազմակերպությունների համար, մենք նաև այդ լիդերին մեր Ֆիլիպինների օպերատորը զանգահարում էր ու կվոլիֆիկացնում էր իրանց, այսինքն ունեինք հստակ 7-ից 8 հարց, որին պարտադիր պետք է լիդը պատասխանի, որպեսզի մենք առաջնահերթ որպես բիզնես հասկանանք, եթե մենք կարող ենք այդ մարդկանց կարիքները հոգալ, թե մեր եւ իրան ժամանակի կորուստն ենք ապահովելու։ Հիմա այլևս օպերատորներ չկա։ Հիմա կան AI ագենտներ, որոնք այդ կոնկրետ 7 հարցը կամ chat-bot-երի տեսքով հարցնում են լիդին միջև submission ընդունելը, կամ արդեն ֆորմեն լրացնելուց հետո առաջին SMS են ուղարկում, բարև, ես Ալիսան եմ, ես ինչ կազմակերպությունից, կխնդրեմ մի քանի հարցի պատասխանել, որպեսզի մենք հասկանանք, մենք կարող ենք քեզ օգնել, թե ոչ։ Ու արդեն այդ կվոլիֆիկացիոն process-ը արվում էր SMS-ների, email-ների տարբերակով, բայց ինչքան էլ դա ոչ էթիկական է հնչում, տարբեր բիզնեսներ դա անում էին տեղյակ չպահելով, հա, այսինքն հիմա կան վեբ կայքեր, որտեղ դու եթե առաջի թիքեթը, support թիքեթը բացում ես կամ chat-bot-ի հետ սկսում ես խոսել, ինքը քեզ ասում է մենք այսինչ կազմակերպության AI representative-ն եմ, չէ՞։ Տարբեր կազմակերպություններ նույնիսկ ցույց չէին տալիս, որ այդ կվոլիֆիկացիոն շփման process-ը կազմակերպվում է արհեստական բանականության կողմից։ Բայց դա ամեն դեպքում դա մեկ օրինակ է, որտեղ էլի արհեստական բանականությունը շատ մեծ դեր խաղաց, էլի ինչ որտեղ փոխարինեց մարդուն, որտեղ այլևս օպերատորների կարիքը հենց մենք մեր թմում այլևս չզգացինք, եւ նաեւ ստեղծեց մի հատ բիզնես process, որը արդեն մեր կլիենտի համար ապահովում է ավելի որակյալ լիդեր։ Ինչա արհեստական բանականությունը փոխում այնպիսի փոքր շուկայի համար, ինչպիսին Հայաստանն է։ Էֆեկտիվ պատասխան կլինի ասել, որ նախ եւ առաջ առաջին ազդեցությունը ինքը ունենում է մուտքի շեմի վրա, այսինքն ինչ որ չափով արհեստական բանականությունը հեշտացնում է մուտքը փոքր շուկա։ Այսինքն նախկինում օրինակ եթե ինչ որ գործ էր, որտեղ պարտադիր պետք էր մարդկային գործոնը, այս պահին դա փոխարինվում է AI գործոնով, այսինքն նախկինում պետք էին մեծ թմեր, որոշ աշխատակիցներ, ովքեր աշխատում են
նախկինում դու նշեցիր օրինակ գիգերի վրա, չէ, օրինակ ինձ պետք է այսօր SMM մասնագետ կամ վաղը պետք է ֆոտոգրաֆով կգա այդ ամեն ինչը կնկարի կանի։ Ես կարծում եմ մենք դեռևս այդքան թվային շուկա չենք, որպեսզի ամբողջովին օրինակ լինենք այն աստիճանի սպառնալիքի տակ, ինչպես օրինակ Ամերիկայի շուկան է կամ Եվրոպայի շուկան է, բայց յուրաքանչյուր դեպքում մարդ, ով որ գիտակից է ու ցանկանում է սովորել ամեն ինչ, այսինքն կոպիտ ասած խելացի մասնագետներն ու բիզնեսի տերերը մանր շուկայում ունեն այս պահի մեծ առավելություն, դա մուտքն է արհեստական բանականության։ Այսինքն օրինակ արհեստական բանականությունը իմ կարծիքով շուկայում չի փոխում ամեն ինչ, բայց օրինակ առաջին կետերից մեկը, որ ինքը փոխում է, դա մուտքի շեմն է։ Այսինքն եթե նախկինում օրինակ պետք էին մեծ թմեր, մեծ մասշտաբի գործեր, գործողություններ, որոնք պետքա կատարվեին շատ ժամանակատար շրջանում, այս պահին այդ ամեն ինչը փոխվում է արհեստական բանականության ասիստենտներով, հա, օրինակ SMM մասնագետները, ովքեր հաշվապաները, ստատիստիկները եւ այլն եւ այլն, ու անգամ այն փաստը, որ հիմա դու քո հեռախոսով կարաս նկարես քո product-ի նկարը ու AI-ը այդ նկարից ստեղծի մի հատ գերհզոր product image, դա արդեն այսինքն կործանում է շատ ու շատ ուրիշ մասնագետություններ եւս, բայց միևնույն ժամանակ, հա, օրինակ ֆոտոգրաֆ, վիդեոգրաֆ ընդհանուր տեսանկյունից հենց content creator-ների գործին խփում է շատ ուժեղ ձևով, բայց միևնույն ժամանակ, քանի որ դու սկսնակ բիզնես ես, իմ կարծիքով հատկանշական է քո համար այն, թե ինչքան վստահություն ես դու ներշնչում քո սպառողին։ Այսինքն, եթե անգամ օրինակ ինտելեկտուալ տեսանկյունից մեր հասարակությունը կիսենք միջին ու բարձր ինտելեկտի մարդկանց, միջին ինտելեկտը կարող է գաղափար չունենա, հա, որ այդ ամեն ինչը գեներացված է։ Արհեստական բանականության կողմից։ Բայց այն բարձր ինտելեկտով մարդիկ, ով հավանականության տեսանկյունով նայելուց ավելի շատ աշխատավարձներ ունեն, ավելի շատ ռեսուրսներ ունեն ու ավելի շատ հավանական քո համար մշտական կլիենտուրա են, իրանք վաղ թե ուշ քթիմազ են լինելու ու վաղ թե ուշ իրանք հասկանալու են, որ քո կոնտենտը իրականում գեներացված կոնտենտ է։ Բայց դա մի բան է, որը դու կարող ես ինչ որ չափով կառավարես, այսինքն եթե դու էլի վերադառնանք prompt-ing ասվածին, եթե դու օրինակ վաճառում ես օծանելիք, նկարես օծանելիքը ու 10 ChatGPT-ին կամ Gemini-ին կամ մնացած tool-երին, որոնք արդեն ունեն գեներատիվ ֆունկցիաներ, ու խնդրես իրենց ոչ թե վաու նկար սարքեն կամ շատ լավ նկար սարքեն, այլ ասես որպեսզի նա սարքի գերռեալիստիկ նկար, հա, ինչ որ կոնկրետ սեթինգում, օրինակ եթե հիմա ամանորն է մոտենում, նոր տարին է, հա, նոր տարվա ինչ որ մի հատ սիրուն ֆոնի վրա օգտագործել նկարը, բայց այնուամենայնիվ այդ ամենը անել այնպես, որպեսզի ինքը լինի հնարավորինս ռեալիստիկ, հա, որպեսզի մենք չխաբենք հասարակությանը, կոպիտ ասած, այլ ինչ որ բան ցույց տանք, որը պարզ կլինի ինչ որ չափով, որ դա արհեստական բանականությունն է, բայց վերջում մարդիկ մեկը կասեն հələ նա ինչ լավն է, հա, այդ ձևով օգտագործել արհեստական բանականությունը։ Հա, սահմանափակումներն էլ ես, այսինքն որպես դու բիզնեսի տեր եւ բիզնեսի համար մեկ դեմք դու ես սահմանափակումները դնում ու յուրաքանչյուր դեպքում այդ ամեն ինչը քո կոնտրոլի տակ է, ոչ թե AI-ի կոնտրոլի տակ է։ Այսինքն այստեղ արդեն հայաստանյան շուկայում կոնկրետ չկրկնվելու համար, ինչը հիմա համար մեկ խնդիրներից մեկն է, որովհետեւ յուրաքանչյուր մարդու գովազդները, որ դու արդեն մետայում տենում ես, համարյա բոլորի տեքստերը նույն ոճերով են գրած, համարյա բոլորի վերնագիրները նույն ոճով են գրած, էմոջիների օգտագործումը, տոնը, այսինքն ինչ ձևով ես դու այդ ամեն ինչը կարդում, քո մոտ արդեն այնքան ռեպետիտիվ է այդ ամեն ինչը դառնում, այսինքն դու ամենտեղ նույնություն ես տենում։ Ու այդտեղ արդեն առաջ է գալիս շուկայական այդ մրցակցային մնացած կետերը, այսինքն ես օրինակ կարծում եմ, ինչքան AI-ը հիմա շատանա մեր շուկայում, այդքան ես որպես մանր բիզնեսի տեր օրինակ կարամ հաղթեմ տալով չկրկնվող կոնտենտ։ Ու այդ դեպքում արդեն առաջ են գալիս այն ու չխոսանք, այսինքն մենակ
փոքր բիզնեսների մասին, դա ամբողջությամբ կպնում է նաև սոլո մասնագետներին, ֆրիլանսերներին կամ ուղղակի ինդիվիդուալներին, ովքեր զբաղվում են իրենք իրենց գործով, հա, իրանց դեպքում էլ, այսինքն ես որպես ֆրիլանսեր պետքա կարողանամ այնպիսի հատկանիշներ ստեղծեմ իմ իսկ շուկայում, որպեսզի ինձ առավել նախընտրեն կլիենտները, քան օրինակ սմբատին, ով որ առավոտից իրիկուն մտածելու փոխարեն թողնա, որպեսզի ChatGPT-ն իր փոխարեն մտածի։ Որովհետև իմ կարծիքով այդ ընթացքը չի կապնում մենակ անհատներին, այդ ընթացքը կապնում է բոլորին, ինչպես դու շեշտեցիր, անհատներին, փոքր եւ միջին բիզնեսներին, ինչպես նաեւ մեծ բիզնեսներին, հա, ուղղակի մեծ բիզնեսների, միջին բիզնեսների ու անհատ բիզնեսների տարբերությունը նրանում է, որ մեծ բիզնեսները ունեն միջին բիզնեսներից ավելի մեծ ռեսուրսներ, իսկ միջին բիզնեսները ունեն ինդիվիդուալ ֆրիլանսերներից կամ անհատ 1-2 հոգանոց կազմակերպություններից էլ ավելի շատ ռեսուրսներ, հա։ Բայց միևնույն ժամանակ մեծ բիզնեսները նաև ունեն ավելի մեծ խնդիրներ։ Հա, բայց իմ ասածը գիտես որն է, որ արհեստական բանականությունը ճիշտ օգտագործելու համար էլ է պետք մեծ ռեսուրսներ։ Եթե դու ունես 100 հոգանոց մարքեթինգային թիմ, եթե դու մեծ բիզնես ես եւ ունես 100-150 հոգանոց մարքեթինգային թիմ, դու ու օրինակ իրանց այս ամսվա task-ը լինում է որոշել, թե մեր վաճառքի կամ մարքեթինգային ստրատեգիայի մեջ արհեստական բանականությունը ինչ ձևով մենք պետք է ինտեգրենք, հա։ Ու օրինակ քո թիմի համար դա դառնում է այդ ամսվա կարևորագույն task-երից մեկը, դու 100-150 հոգու աշխատավարձ ես տալիս, որպեսզի քո համար անեն research, չէ՞, թե ինչպես կարելի է արհեստական բանականությունը էֆեկտիվ ձևով ինտեգրել քո իսկ գործի մեջ, բայց դու դրա համար ծախսում ես ահռելի ռեսուրսներ, որոնք միջին ու փոքր բիզնեսները չունեն։ Այսինքն ինչ որտեղ կարելի է ասել արհեստական բանականությունը, եթե պետության կողմից մնում է ոչ կարգավորված, անհատների ու միջին բիզնեսների մեջ եղած անդունդը էլ ավելի է մեծացնում, քանի որ փոքր բիզնեսները, անհատ բիզնեսները եւ ինդիվիդուալ ֆրիլանսերները չունեն հսկայական ռեսուրսներ, որպեսզի իրենք իրենց իսկ research-ի համար ծախսեն, դրանով իսկ մեծանում է անդունդը անհատների ու միջին բիզնեսների մեջ, փոքր ու միջին բիզնեսների մեջ, ու նաև էլ ավելի է մեծանում անդունդը միջին ու մեծ բիզնեսների մեջ, մեծ ու enterprise բիզնեսների մեջ, հա։ Այստեղ դառնում է մի խաղ, որը հաղթում է այն կազմակերպությունը, ով ունի էլ ավելի շատ փող, էլ ավելի շատ ռեսուրս։ Դրա համար իմ կարծիքով ճիշտ է, շատ դժվար է գալ մի կոնկրետ ֆորմուլայի, հա, ըստ որի պետությունը եւ ինչու՞ չէ նաեւ հասարակությունը պետք է կարգավորի արհեստական բանականության ոլորտը հանրապետության եւ շուկայի ներսում, բայց իմ կարծիքով շատ կարևոր է դառնում, որպեսզի պետական մակարդակի վրա, ինչպես օրինակ անում է Եվրոպական միությունը, regulation-ներ մտնեն կոնկրետ արհեստական բանականությանը չկառավարելու, բայց ինչ որտեղ սահմանափակելու, հա, այդ էթիկական սահմանը չանցնելու համար պետք է մտնեն կոնկրետ ինչ-որ սահմանափակումներ արհեստական բանականության վրա։ Հիմա կրկին իրոնիայի բերումով ես պետք է ասեմ այո, բայց այո համաձայն եմ, բայց օրինակ իմ տեսակետը մեկը մնում է այն, որ մեծ, այսինքն երևի թե չասեմ մեծ, որովհետև ավելի բնորոշիչ կլինի ասեմ ծանր ու բյուրոկրատիկ նստած հենց այդ կոնկրետ մեծ բիզնեսները իրանց համար ավելի դժվար է ադապտացիան անցնել, որովհետև եթե օրինակ փոքր մանր բիզնեսները, միջին բիզնեսները կամ անհատները չունեն համակարգեր, մեծ բիզնեսները աշխատում են համակարգերի հիման վրա, իսկ երբ որ դու աշխատում ես համակարգի հիման վրա, քեզ նոր էվոլյուցիա ապրել դեպի նոր ադապտացիաներ, դա շատ դժվար է։ Այսինքն բիզնեսը օրինակ, որը այս պահին գործում է, մոնոպոլիաները վերցնենք, հա, մոնոպոլիան ով գործում է, բայց գործում է առանց AI, բայց միևնույն ժամանակ մեկը գործում է ու լավ բյուջետ է գեներացնում բիզնեսի տիրոջ համար, մնում է մոնոպոլիա։ Հա, ինքը մնում է մոնոպոլիա ու նաև բիզնեսի
տերը, ով հասկանալով հանդերձ թե ինչքան աշխատանք պետքա տարվի զուտ նրա շուրջ, որպեսզի ադապտացվի ամբողջ բիզնեսը արհեստական բանականությանը, կարա պարզապես հրաժարվի այդ մտքից։ Այո, բայց այդ նույն մոնոպոլիան հնարավոր է չմնա մոնոպոլիա։ Այսինքն, հա, կարող է կարճաժամկետ ինչ որ կոնկրետ 5-6 հետագա տարիների ընթացքում որպեսզի քո ներքին բիզնեսի process-ները դժվարությամբ չփոխես, դու ասես լավ, մեկը մոնոպոլիստը ես եմ, գինթելադրողը ես եմ, в общем, աշխատում է, թողենք սենց մնա, միևնույն ժամանակ ինչ որ միտեղ ինչ որ մի հատ նոր ծնված յունիկորն բիզնես, որի մասին դու դեռ չես լսել, չգիտես, այնքան ուժեղ մտնի շուկա, որ դու այլևս չլինես մոնոպոլիստ այդ ոլորտում։ Ստացվում է դու նախորդ մի քանի տարին զբաղվել ես ինքնախաբեությամբ եւ ոչինչ չես արել, որպեսզի քո բիզնեսը ստագնացիա չապրի։ Ու ես էլի եմ վերադառնում իմ այն փաստարկին, որ մենք ստիպված ենք օգտագործել արհեստական բանականություն, կլինի դա բիզնեսի ներքին process-ներում, որը ինչպես դու շեշտեցի, շատ դժվար է փոխել, բայց այդ մի ադապտացիոն փուլ է, որը ցանկացած բիզնես պետք է ապրի ու ապրելու է։ Ուզած թե չուզած, ովքեր որ չապրեն, այդ ադապտացիոն փուլը տարատեսակ ֆակտորներից ելնելով, ինչպիսին օրինակ դու շեշտեցիր, որ դա մեծ ռեսուրսներ է պահանջում, դժվար է ներքին մեծ բիզնեսներին շատ դժվար է ներքին process-ների փոփոխություններ անել, որովհետև այդ փոփոխություններից հետո նաև պիտի մեծ անձնակազմ train արվի, չէ՞, բայց ամեն դեպքում ես չեմ կարծում մենք ունենք ընտրության հնարավորություն այս հարցի վերաբերյալ, մենք ի վերջո ցանկացած բիզնես, ես ու դու դեռ միջին կամ մեծ բիզնես չենք, բայց մի օր երբ դառնանք, ինձ թվում է մենք էլ անընդհատ երամսյակը մեկ տարին մեկ կանգնելու ենք խնդիրների առաջ, որ այն ինչ աշխատում էր այն ժամանակ այլևս չի աշխատում հիմա։ Ու շատ հետաքրքիր գիրք կա What got you here won't get you there, չէ՞, եթե բառացի թարգմանենք նշանակում է այն ինչ այսօր քեզ հասցրել է այսօրվան, վաղը քեզ այնտեղ չի հասցնել, հա? Այն ինչ այսօր քեզ հասցրել է այստեղ, վաղը քեզ այնտեղ չի հասցնելու։ Ու փիլիսոփայությունն այն է, որ ամեն մի քանի տարին մեկ գործարարները, բիզնեսի ղեկավարները պետք է հասկանան, որ նրանք ամեն ինչ չգիտեն, հա? Մենք պետք է պատրաստ լինենք որպես գործարար, ես լավ արտահայտություն ունեմ, որ ինչ որ դժվար աշխատանքային իրավիճակ է ստեղծվում, տանից դուրս գալուց հարցնում են, հա, այսօր ինչ ես անելու, ասում եմ, այսօր նստելու եմ առաջի դասարան, հա? Մենք բոլորս պիտի պատրաստ լինենք նստել առաջի դասարան, պիտի պատրաստ լինենք հասկանալու եւ ընդունելու, մեր էգոին չնայելով ընդունելու, որ մենք պիտի սովորենք ու ամեն մի քանի տարի մեկ պիտի մոռանանք մեր սովորածը ու պիտի նստենք առաջի դասարան, պիտի ադապտացվենք ներկայիս ռեալիայի մեջ գոյություն ունեցող արդիական փոփոխություններին, որոնք չանելու դեպքում մենք ստագնացիա ենք ապրում, դեգրադացվում է կազմակերպությունը եւ ես, եւ դու, եւ մնացած գործարարները որպես անհատ դեգրադացիա են ապրում, եթե մենք փոփոխությունից վախենում ենք։ Ոչ թե անգլերեն ասված embrace the change, հա, փոփոխության շատ դժվար անգլերենից հայերեն թարգմանելը, բայց դեպի փոփոխություն գնալը կարևոր է ուղիղ այնքան, ինչքան մեծ մաժորնի փոփոխություններ չանելը։ Չէ, ես իրականում լրիվ համաձայն եմ քո հետ ու յուրաքանչյուր բիզնեսի ներկայացուցիչ գիտի, որ entrepreneurship-ի հիմքում ընկած է հենց ռիսկերը, ու եթե դու ռիսկի չես գնում, քո զարգացման գործակիցը ավելի շատ է ընկնում։ Իմ ասածը ավելի շատ թեքվում էր դեպի այն, որ մանր փոքր միջին մեկ էլ անհատ բնագավառները իրանք ավելի արագ են շարժվելու օգտագործելով AI, օգտագործելով նոր հիմքեր, նոր ծրագրեր, նոր համակարգեր ստեղծված արհեստական բան։ Իրանց ավելի քիչ գործ է պահանջում։ Ապրես, ու հիմա գեփը մի կողմից մեծանում է, քանի որ
Այսինքն մի հիմքում դրված է օրինակ ով ունի ռեսուրս, ով ունի փող, մյուս հիմքում դրված է օրինակ այդ մանրությունը քո քեզ ինչքան արագություն է տալիս, չէ՞։ Հեշտացնում է քո ադապտացիոն շրջանը։ Ու եթե դու իրոքից խելացի բիզնեսմեն ես ու քո թիմն էլ քո բախտը բերել է կամ դու ճիշտ ընտրություն ես կատարել կամ էլ ֆիլտրացրել ես ամբողջ քո թիմը այն ձևով որ ամբողջ քո աշխատակազմը խելացի է ու զարգացող է, որպես փոքր կամ միջին բիզնես դու ավելի արագ կարաս մոտենաս մեծ բիզնեսին, քան մեծ բիզնեսը կմոտենա իր հաջորդ էվոլյուցիոն Այն քայլին։ ժամանակ, երբ դու կանես 100 քայլ, մեծ բիզնեսը արած կլինի 2։ Շատ ճիշտ է։ Մի միտք արտահայտեմ ու կարելի է անցնել հաջորդ հարցին։ Մենք որպես հասարակություն, մենք որպես ազգ, ես կասեի, հայտնի ենք նրանով, որ մենք երբեք ամենայն դեպս սկզբնական շրջանում գործիքները չենք օգտագործել իրենց նպատակին, այսինքն գործիքները չենք օգտագործել նպատակային, հա։ Ուզում եմ մի հատ փոքր պատմություն պատմեմ իմ մանկությունից։ 15 տարեկան էի, 14 երևի, մենք ունեինք համակարգիչ ու դա մի հատ այն ժամանակաշրջան էր, որ ոչ բոլոր տներում կային համակարգիչներ, ոչ բոլոր երեխաները ունեին համակարգիչ կամ առհասարակ համանցանց հասկացողությունը գոյություն չուներ մարդկանց տներում։ Մենք ունեինք համակարգիչ ու Տիգրան Հոպարով ապրում էր Ամերիկայում, այդ տարի եկավ մեզ հյուր, կլիներ մի 6-7 տարի չէինք տեսել իրար։ Մտավ տուն այն պահին, երբ ես նստած համակարգչի առաջ խաղ էի խաղում։ Չեմ հիշում ինչ էի խաղում, ինչ որ մի հատ շութեր էի խաղում։ Տեղիցս վեր կացա, մոտիկացա, Տիգրան Հոպարին բարևեցի, հետո հետ նստեցի տեղս։ Ու Տիգրան Հոպարը մեր տունն էր մոտ 3-4 ժամ, այդ 3-4 ժամվա ընթացքում ես համակարգչով խաղ էի խաղում։ Այսինքն ես տեղիցս վեր չկացա, չմոտիկացա, չնստեցի, չզրուցեցի մի մարդու հետ, ում չեմ տեսել 6 տարի եւ ավելին։ Հետո մեկ էլ եմ հիշում, որ վեր կացա տեղիցս այն պահին, երբ Տիգրան Հոպարին հաջող անելու վաղտն էր արդեն։ Ձեռս սեղմեց ու ինձ մի նախադասությամբ ասեց քեզնից շատ հիասթափված եմ։ Այդ ժամանակ իմ համար այդ մի հատ այնց ծանր էմոցիոնալ իրավիճակ էր, որովհետև ես չհասկացա թե ինչի համար է Տիգրանը ինձնից հիասթափված։ Ասեցի ինչի համար, ասեց որովհետև դու ունես մի բան, որը այս պահին շատ քչերը ունեն քո հարևանության մեջ, քո քաղաքի մեջ, ձեր երկրում, դու ունես համակարգիչ, ունես ինտերնետ, բայց չգիտես դրանից ճիշտ օգտվելու ձևը, հա։ Այդ հստակ օրինակ է, թե ոնց մենք որպես ազգ, որպես հասարակություն իրականում գործիքները նպատակային չենք օգտագործում։ Երկար ժամանակ, քանի դեռ այն մեր լեզվով ասած մեկը չի բզում, որ ճիշտը տենց չի, ճիշտը սենց է։ Իմ կարծիքով արհեստական բանականությունն էլ էս պահին աշխատանքային ոլորտում դեռ այդ փուլում է, երբ իրան ու ոչ միայն աշխատանքային, իրականում հասարակական գործոնն էլ է տենց հասարակության մեջ էլ դեռ իրան չեն օգտագործում նպատակային, որը շատ կարևոր է բոլորիս համար։ Բայց կգա մի ժամանակ, երբ մենք կսկսենք հասկանալ, թե ինչի համար առհասարակ ստեղծվեց արհեստական բանականությունը եւ հուսամ կսկսենք նրան նպատակային օգտագործել, կլինի հասարակությունը զարգացնելու նպատակով, մասնագիտությունը զարգացնելու նպատակով, թե ավելի մակրո մակարդակի վրա պետությունը զարգացնելու մակարդակով, ինչու՞ չէ նաև ամբողջ աշխարհը զարգացնելու նպատակով։ Համաձայն եմ քո հետ Նարեկ ու գիտես իմ միտքը էս ամեն ինչում այնա որ ես ինքս ինձ համարում եմ շատ համառ մարդ, բայց այս դեպքում անգամ ես կասեմ երևի թե որ ճիշտ կամ սխալ կարծիք այստեղ գոյություն չունի, որովհետև կա այո բայց կան եթե ուրեմն շատ տարբերակներ ու իմ համար որպես վերջնաբան արհեստական բանականության ով ինչ լինելը որոշում է մարդ։ Դու իրան ինչպես կօգտագործես, այդպիսի արդյունքներ էլ կստանաս ու կլինի այն ինչը դու ուզում ես որ ինքը լինի։ Ու հենց այդ պարզ իրականությունն էլ սթափեցնում է քեզ ու տալիս է հասկանալ, որ իրականում որոշիչ դեր է ամեն ինչի մեջ ոչ թե արհեստական բանականությունն է խաղում, այլ հենց ինքդ դու ես խաղում։ Նույն ձևով կարող ենք խոսալ ինտերնետի մասին, թե ինչ դեր ունեցավ ինտերնետը մարդկային էվոլյուցիայի մեջ,
ճիշտ մարդիկ, ովքեր սկսեցին ճիշտ օգտագործել ինտերնետը, հասան շատ մեծ արդյունքների, չեմ խոսում կրիպտոմենների մասին եւ այլն, բայց նույն էֆեկտը կարող ունենա արհեստական բանականությունը, այսինքն մենք ինչ խնդիր փորձեցինք իրենով լուծել, նա իր ինչ կամ ով լինելը դրանով էլ կեզրափակվի։ Մակրո եւ միկրո մակարդակների վրա, այսինքն մեծ եւ փոքր մակարդակների վրա կլինեն ինձ թվում է դեպքեր, երբ էլի այդ գործիքը կօգտագործվի նպատակային, մենք որպես մարդ կհասկանանք, որ իր վատանալը եւ հասարակության վրա վատ անդրադառնալն էլ է մեզնից կախված, իր հասարակության, մեր գործի, պետության վրա լավ անդրադառնալն էլ է մեզնից կախված։ Այսինքն մեր input-ը անմիջապես շատ մեծ դեր է խաղում իր տված output-ի հետ, իր տված output-ը կախված է մեր input-ից շատ մեծ քանակությամբ։ Եվ ինչ կցանես, այն էլ կհանձես։ Ինչ կցանես, մեր մեծերը իրականում շատ մեծ մտքեր ունեն արտահայտած, որոնք էլի տարիներ շարունակ միշտ գալիս ես նրան, որ ճիշտ էին ասում, հա, ճիշտ է, ժամանակը լինում, երբ չես համաձայնվում, բայց հետո գալիս ես, դու էլ ես հասնում այն տարիքին ասեմ, թե այն մտածելակերպին ասեմ, որ հասկանում ես ախր ինչ ասում էին, ճիշտ էին ասում, հա, հիմա ինչ ցանես, այդ էլ կհանձես, ճիշտ է։ Կուզեմ մի վերջին հարց քննարկենք, մինչև այսօրվա մեր խոսակցությունը սահմանափակենք, որովհետև ես ունեմ փոքր բալիկ ու անկախ ինձանից բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն երեխաներ, ովքեր ծնողի կարգավիճակում են, ինձ թվում է կան որոշակի բաներ, որոնք այդ մարդիկ պետքա լսեն ու պետքա հասկանան արհեստական բանականության հետ կապված եւ ինչ կանոններ, հա, ինչ ազդեցություն, արի սկսենք ազդեցությունից, ինչ ազդեցություն ունեցավ արհեստական բանականությունը հասարակության վրա, ինչ ազդեցություն ունեցավ երեխաների վրա ու ինչ ազդեցություն ունեցավ ծնողների վրա եւ ինչ կանոններով մենք որպես հասարակություն, որպես երկիր, որպես ազգ եւ որպես ծնող պետք է առաջնորդվենք արհեստական բանականության հետ համատեղ շփում կամ նույնիսկ առօրյա, հա, որտեղ ինքը ժամանակի ընթացքում ինքը բոլորի համար դառնում է առօրյա, այն որ ասում են համն ընկել է բերանները, չէ՞, հիմա իրան մի անգամ օգտագործողը հա օգտագործելու է ամենատարրական կենցաղային հարցերից մինչև ամենագլոբալ ու կարևոր ընտանեկան երկրի մասշտաբով հարցեր եւ այլն, ինչ կանոններ կարելի է բարձրաձայնել այդ ամենը օգտագործելու ժամանակ, ինչ կանոններ պետք է բարձրաձայնել կիրառելու համար արհեստական ինտելեկտ versus մարդ, հասարակություն ընթացքը վերահսկելու համար։ Տվածդ հարցը երևի այդքան էլ փոքր տված հարց չէր, որովհետև հասարակական խնդիրը արհեստական բանականության հետ կապված ինքը շատ լայնամասշտաբ խնդիր է, որովհետև առաջին հերթին որպես մարդ պետք է հասկանալ, որ չկառավարվող ինֆորմացիայի հոսքը ինքը ամենավտանգավոր գործիքներից մեկն է, այսինքն եթե դու օրինակ ծնող ես ու քո երեխան ունի անսահմանափակ մուտք ինֆորմացիային, դա կարող է տարատեսակ ձևերով վտանգավոր լինել քո երեխայի համար, բայց ինչու նաև չէ, հենց ինքդ քեզ համար որպես ծնող։ Շատ վտանգներ կան ու երևի թե առաջնային վտանգը գեներատիվ արհեստական բանականության խոսալուց դա deepfake կոչվածն է, այսինքն այսօրվա արհեստական գեներատիվ բանականությունը ունի այն հատկանիշը, որ ինքը կարա ստեղծի այն, ինչ որ դու ուզում ես, օգտագործելով այն asset-ները, որը դու իրեն կտաս, այսինքն եթե օրինակ ինձ պետք է, որ ես վաղը աշխարհին Նարեկի անունից հայտարարեմ, որ իր կազմակերպությունը աշխարհի ամենավատ կազմակերպությունն է եւ պետք է ընտրել նայերին, ես դա հաշված րոպեների ընթացքում կարող եմ անել, բայց եթե մեր դեպքում դա բիզնես սպառնալիք է օրինակ, սոցիալական հարթակում էդի կարա գնա միջև ինքնասպանություններ, այսինքն շատ հստակ դեպքեր կան արդեն գրանցված Ամերիկայում 12 տարեկան աղջկա ինքնասպանությունը, որտեղ օգտագործել են իր մերկ նկարները համացանցում ու տարածել են դպրոցում ու այդ արդեն ենթարկել է իրան
սուիցիդնի դրել այդ ճանապարհը վրա։ Դրել այդ ճանապարհի վրա։ Ուզեմ ես մի վարքյան այդ հոլովակ նայենք իրար հետ, այսինքն մի պաուզա վերցնենք ու նայենք այս հոլովակը, որպեսզի մեր դիտողներն էլ նայեն այդ հոլովակը, ու հետո այս քննարկումը շարունակենք, որովհետև ինքը ցույց է տալիս հստակ այն, ինչ դու հենց նոր բացատրեցիր։ Ոնց ենք մենք որպես ծնող, հա, խոսում ենք հասարակությունից, հիմա խոսում ենք ծնող երեխա հարաբերություններից, ոնց ենք մենք որպես ծնող զինում արհեստական բանականությանը եւ վատ մարդկանց, ովքեր արհեստական բանականությունը կարող են օգտագործել վատ, տարատեսակ, հազարավոր վատ ձևերով, ոնց ենք մենք տվյալ մարդկանց զինում մեր առօրյայում։ Արի նայենք հոլովակը, հետո շարունակենք։ Hey, Mom. Hey, Dad. It's me, Ella. Well, a digital version of me. Just a bit older. Amazing what technology can do these days, isn't it? All you need are a couple of pictures, like the ones you share on social media, where they can be taken and used by everybody. I know, for you, these pictures are just memories. But for others, they are data. And for me, maybe the beginning of a horrible future. A future where my identity can be stolen just like that. Where I can go to prison for things that I would never do. Imagine my credit score being destroyed, Dad. Or my voice copied to scam you, Mom. Mom, I'm in trouble. I need you to send me money, please. I don't want to become a meme, humiliated by everyone at school. Kill yourself, you fucking loser. And I certainly don't want this. What you share online is like a digital footprint that will follow me around for the rest of my life. I'm telling you this because I know you love me and would never do anything to harm me. So please, Mom, please, Dad, protect my virtual privacy. Այս հոլովակից պարզ դառավ, որ մենք զինում ենք արհեստական բանականությանը չափազանց շատ մեր նեղ անձնական կոնտենտով կիսվելով, հա? Այսինքն մեր նորածին երեխաների կոնտենտ, նկարներ, վիդեոներ տեղադրելով, որովհետև պետք է հասկանալ ոնց է աշխատում արհեստական բանականությունը գեներատիվ տեսանկյունից։ Գեներատիվ տեսանկյունից արհեստական բանականությունը աշխատում է այսպես. ինքը սկան է անում աշխարհում գոյություն ունեցող միլիարդավոր մարդկանց պրոֆիլներ սոցհարթակներում ու այն նկարները, որոնք տեղադրված են public, այսինքն բոլորի համար տեսանելի եւ հասանելի ձևով։ Առաջ այդ նկարները fake սարքելու համար պետք էին մարդիկ, ովքեր ունեին իդեալական Photoshop skill-եր, հա, ու կարող են ինչ-որ մեկի նկարով սարքել ինչ-որ մի հատ անհավանական ու անհավատալի նկար կամ անհավանական ու անհավատալի իրավիճակում դնել այդ մարդուն։ Հիմա հեշտացել է այդ process-ը, որովհետև կան արհեստական բանականությամբ աշխատող tool-եր, ովքեր կգեներացնեն ամեն ինչ, օգտագործելով դաժան մի նկար։ Օգտագործելով մի նկար, բայց իրանք օգտագործում են մի քանի նկար, mix են անում, ասես խառնում են, բաժանում են, ստանում են մի հատ unique, հա, յուրօրինակ արդյունք,
մաքսիմալ իրական, հա, ու ծնողները կարող են միջև անգամ զանգեր ստանալ արհեստական բանականությամբ աշխատող ագենտներից, ովքեր օգտագործում են իրենց երեխայի ձայնը, հա։ Հիմա այսինքն այստեղ նստած ես զանգ ստանամ ու իմ աղջկա ձայնով խոսա ագենտ, ասելով, որ չգիտեմ, ես ինչ-որ մի հատ վատ իրավիճակի մեջ եմ, շուտ հասի, հետը տեսքան փող կբերես, փող ուղարկի, ինձ առևանգել են եւ այլն, այսինքն վտանգներ կան, որոնք մենք դեռ փորձում ենք չընդունել։ Մենք denial-ի մեջ ենք, մենք ինքներս մեզ խաբելով ասում ենք լավ դե հա վիդեո է էլի կամ չգիտեմ էսա էլի, այնա էլի, բայց իրականում մենք զինում ենք մեր ցանկացած սոցիալական հարթակներում մեր քայլերով մենք զինում ենք արհեստական բանականությանը ու այն բոլոր մարդկանց, ովքեր որևիցե մի պատճառով ու որևիցե մի օր կորոշեն դուրս գալ մեզ դեմ, հա, օգտագործելով մեր իսկ post-ած content-ը։ Շատ ճիշտ ես, ու ես կարծում եմ այդ հարցը վերաբերում ավելի շատ թե ինչ ծնողները պետք է անեն այդ ամեն ինչի վերաբերյալ, բայց եթե մենք մի պահ հետառնանք այն հարցին, թե ծնողը ինչպես պետք է վերաբերվի երեխային, այսինքն ինչ կանոններ պետք է ստեղծի, ինչ դրույքներ պետք է դնի երեխայի առաջ ու ինչպիսի հարաբերություն պետք է լինի արհեստական բանականության եւ երեխայի միջև, ես կարծում եմ տեսահոլովակից ելնելով համար մեկ խնդիրներից մեկը պետք է լինի մոնիտորինգը, այսինքն թե ինչքան է ծնողը ուշադիր իր երեխայի հանդեպ ու այստեղ արդեն գալիս է այն խնդիրը, որ երբևիցե ոչ մի ծնող իմ կարծիքով տոտալ կոնտրոլ չի կարող ունենա երեխայի հանդեպ, այսինքն դու ինչքան փորձես մաքսիմալ կառավարող ծնող լինես, իմ կարծիքով դու ավելի շատ ես բարձրացնում ռիսկերը, որ քո երեխան կանի հենց այն, ինչ դու չես ուզում։ Արգելված պտուղը քաղցր է։ Միշտ, այսինքն ես էլի գնում եմ իմ մանկությունը, օրինակ, ինտերնետի մուտքը, թե մենք ինչ որտեղ ինչ որ բան կարանք նայենք, աղջիկներ կարանք տեսնենք եւ այլն, մեզ ինչքան դա արգելել են, դա միշտ ավելի շատ ենք ուզեցել անենք, ու այսինքն երեխան, քանի որ ինքը հլը հասուն տարիքում չի, որպեսզի հասուն ձևով այդ հարցին մոտենա, հենց ծնողի բացակայությունը ֆիզիկական մի քանի րոպեով անգամ լինի, ինքը փորձելու է դրանից օգտվի։ Այսինքն այստեղ արդեն գալիս է, քանի որ մենք էլ արդեն հասել ենք այն թվականին, որ ծնողների մեծամասնությունը հիմա արդեն կդառնան տեխնիկական դարաշրջանի ծնողները, մենք պետք է ունենանք շատ տեխնիկական մոտեցում այդ ամեն ինչին, այսինքն թե ինչպես կդաստիարակենք մեր երեխաներին։ Հիմա պիտի լինի կներես որ ընդհատեցի, բայց լավ արտահայտություն կա, չէ՞, մեր ծնողները մեզ են ասել, հիմա ես էլ քեզ եմ ասում, ես ինձ թույլ տալիս քեզ դա ասեմ, որովհետև որ ասում եմ ծնող կդառնաս, ծնողի ղադրը կհասկանաս, ես քեզ կարող եմ դա ասել, որովհետև ես ունեմ երեխա, դու չունես այս բանին, շատ հետաքրքիր է լսել քո կարծիքը, բայց ես երևի թե այսօրվա ամբողջ քննարկման մեջ այս հարցը իմ համար կոնկրետ ամենացավոտ հարցն է, որովհետև ես չեմ պատկերացնում ոնց կարելի է չկառավարել երեխաներին կամ նույնիսկ չփորձել ունենալ տոտալ կոնտրոլ, հա։ Ճիշտ է, չի ստացվելու ոչ մի պարագայում նմանատիպ վերահսկողությունը ծնողների կողմից երեխաների, բայց ուզում եմ մի շատ կարևոր փաստ շեշտել, որ նախ եւ առաջ պիտի ծնողները իրենք իրենց կառավարեն, հա։ Երեխան դա իմ կարծիքով սպիտակ գրատախտակ չի, որի վրա մենք ինչ ուզենք կարանք գրենք։ Երեխաները մենք ինչպես մեր հերթին ծնվել ենք կոնկրետ խարակտերիստիկաներով, կոնկրետ տեսակի մարդ ենք ծնվել ու նաև տարբեր ֆակտորներից ելնելով դարձել ենք այն մարդը, ինչը մենք այսօր կանք։ Ինչու՞ չէ նաև պահիտակ օգտվելով արգելված պտուղներից, հա, մեր դեմ դրված արգելքները շրջանցելով օգտվել ենք շատ բաներից, որոնք մեր ծնողները մեզ արգելել են ու դարձել ենք այն մարդը, որ մենք այսօր ենք դառել, բայց այդ ընթացքում մեր ծնողները մեզ մեկը կառավարել են։ Ժամանակ անց պապան, մաման, որ իմացել են մենք ինչ որ վատ բան ենք արել, հա, ճակերտներով, ինչ որտեղ կարելի ասել մեզ դնգստել են, հա։ Չէ, ես լավ համաձայն եմ քո հետ։ Պետքա լինի պարտադիր վերահսկողություն ծնողների իրենց քայլերի նկատմամբ ու ծնողների երեխաների քայլերի նկատմամբ։ Իմ կարծիքը առասարակ այն է, որ դրա տոտալ կոնտրոլ ունենալու համար պետքա որպեսզի ստեղծողները գործիքները սարքեն 18+։
Հիմա արհեստական բանականությունը 18+ չի, 13+ է, ինչը իմ կարծիքով շատ սխալ երևույթ է, որովհետև մենք մեր հերթին երեխա եղած ժամանակ մենք մտածելու կարողություն ձեռք ենք բերել։ Մեր երեխաները այս պահին, ովքեր սովորում են դպրոցներում, արհեստական բանականությամբ անում են տնայինները։ Մենք ունենք զարգացման կենտրոն Հայաստանի Վեդի քաղաքում, որտեղ հաստատ ամեն շաբաթ գոնե մի երեխայի հետ լինում է պրոբլեմ, երբ օրինակ ծրագրավորում դասավանդող դասատուն ասում է Նարջան, այսօր տնայինը ChatGPT-ով է եկել է։ Ինչ անես այդ պարագայում, հա? Պիտի պարտադիր լինի վերահսկողություն։ Մենք էլ զանգում ենք տվյալ երեխայի ծնողին, հայտնում ենք այդ մասին ու ասում ենք, խնդրում ենք, ինչպես անցած անգամ ձեզ խնդրեցինք TikTok-ը վերացնեք ձեր երեխաների հեռախոսներից, այնպես էլ խնդրում ենք առհասարակ արհեստական բանականության հետ կապված կապը խզեք այդ տարիքի երեխայի համար, հա, որովհետև եթե օրինակ AI-ը դրված լիներ 16+, ես ինչ որտեղ այս կարծիքս կթողեի լիներ մի քիչ flexible, հա, բայց եթե 13+ է դրած, իմ կարծիքով ներկայիս ժամանակաշրջանի 13, 14, 15, նույնիսկ 16 տարեկան երեխան դեռ թացը չորից ոչ մի հարցում չի տարբերում։ Ոչ թե կոնկրետ հարցերում չի տարբերում, այլ ոչ մի հարցում չի տարբերում։ Ես ու դու 16 տարեկանում ֆիզիկական աշխատանք էինք անում, փող էինք աշխատում, փորձում էինք տունը, չգիտեմ, օգտակար լինել, չէ՞։ 14-ից ենք արել այդ աշխատանքը, բայց հիմա կյանքը հեշտացել է իրականում, ինչքան էլ շատերը գոռան, որ կյանքը դժվարացել է, կյանքը հեշտացել է, ու այդ հեշտացած կյանքի արդյունքում երեխաները էլ ավելի փափուկ են դառնում ու չեն ունենում հստակ մորալ կոմպաս, որը որ իրենց փոխանցվել է դաստիարակության տեսքով իրենց ծնողների կողմից, նմանատիպ երեխաների արհեստական բանականության օգտագործումը ցանկացած առօրյա task-ի համար իմ կարծիքով պիտի լինի անընդունելի։ Ու չգիտեմ, վաղը այսպես կմտածեմ, թե չգիտեմ, իմ երեխան մի քիչ մեծանա, սկսի դա օգտագործել իր առօրյայում, ես կարծիք կփոխեմ, թե չէ, բայց այդ տեսանկյունից շատ ռադիկալ եմ մտածում ու կարծում եմ, որ կատեգորիկ խիստ մոտեցում է պետք համենայն դեպս մինչև 16-17 գոնե տարեկան երեխաների նկատմամբ, որովհետև նմանատիպ բոլոր անցյալում եղած խնդիրները ի վերջո մեծ խնդիրներ են առաջացրել։ Հստակ օրինակը կարա լինի փոքր տարիքից երեխաներին հեռախոս տալը, չէ՞։ Իմ համար դա նույն բանն է։ Այն ժամանակ հեռախոսները հելելա, չէ՞, չի եղել այդ սենսորնի, չգիտեմ, միլիոնավոր գույներով RGB, RGB+ եւ այլն, տարատեսակ գույներով, էկրաններով հեռախոսները երբ հելելա, նույնիսկ եղել են ծնողներ, ովքեր մինչ առայսօր ասենց հեռախոսը տալիս են երեխու ձեռը, մուլտիկ են միացնում, որ այդ երեխուն հաց տան, հա, ու այդ երեխան դու տենում ես արդեն ոնց է ինքը ռոբոտացված, այդ կլանված, այդ իր համար շատ հետաքրքիր աշխարհ է դա, որովհետև իզուր չեն սենսորնի հեռախոսների կազմակերպությունները հայտարարում բարձր, որ նրանց նոր էկրանը ունի էլ ավելի շատ գույներ։ Այդ գույները բոլորի համար էլ հաճելի են, բայց բոլորի ուղեղի կողմից ընդունելի չեն, հա։ Մենք արհեստական ձևով ստիպում ենք, որ մեր երեխաների ուղեղը արտադրի դոպամին ավելի մեծ մակարդակի վրա, քան իրան այդ տարիքում պետք է։ Ու էսի անմիջական կապ ունի ինֆորմացիայի հետ, անմիջական կապ ունի արհեստական բանականության հետ, որովհետև կլինի երեխան, թե մեծահասակը, թե չգիտեմ, ցանկացած մարդ իր կյանքի կոնկրետ փուլում ու կոնկրետ տարիքում ունի հստակ քանակության ինֆորմացիա ստանալու կարողություն, որը ֆիզիոլոգիապես չի վնասի, կոպիտ ասած, իր առողջությանը։ Ու եթե մենք թույլ ենք տալիս այն ժամանակ երեխաները նստեն, չգիտեմ, YouTube shorts-եր նայեն, TikTok թերթեն, որպեսզի հաց ուտեն, մենք ավտոմատ կերպով իրանց կերակրում ենք անիմաստ, բայց նոր ինֆորմացիա, ու ամեն նոր ինֆորմացիա ստանալու դեպքում մարդու օրգանիզմը արտադրում է հորմոն, որը կոչվում է դոպամին ու պատասխանատու է մարդու երջանկության համար։ Այդ մարդու երջանկության հորմոնն է։
ավել նոր ինֆորմացիա ստանալու դեպքում այդ հորմոնը ավել ցուկ է տալիս ու մեր ուղեղը մեր մեծահասակներից ուղեղը չի կարող հասցնի այդ ինֆորմացիայի հոսքի հետ, որ մնաց երեխաների ուղեղը հասցնի։ Ու հիմա հասարակության մեջ ունենք արդեն հոգեբանական խնդիրներ երեխաների, որոնք առաջանում են հեռախոսի օգտագործումից։ Եվ ցավով կասեմ, որ ինձ թվում է, եթե վերահսկողություն ծնողը չսահմանի երեխայի հանդեպ արհեստական բանականության օգտագործման մեջ էլ, որոշ ժամանակ անց էլ ավելի մեծ խնդիրներ առաջանալու են արհեստական բանականության օգտագործման հետ կապված։ Մենք ակամայից մեր երեխաներին փակում ենք, որովհետև սոցիալական կապ է կտրվում ինչ-որ չափով։ Այն մարդը, ով այն ժամանակ ամաչում էր իր դասարանցիների հետ շփվել, հիմա դրա կարիքը չունի, որովհետև 13 տարեկան երեխան, ով ամաչում էր, ինքը ամաչկոտ է, ինքը գնում է դպրոց, սուսուփուս նստում է, գալիս է տուն, ինքը ոչ մի սոցիալական կապ չի ստեղծում ու չի պահպանում իր դասարանցիների հետ, հիմա ունի մի հատ sense էակ, որը իրան լիովին հասկանում է, ինքը կարա միկրոֆոնը միացնի ու բոլոր հուզմունքներով ու բոլոր, չգիտեմ, էմոցիաներով կիսվի այդ էակի հետ ու ինչքան էլ տարօրինակ է հնչում, արհեստական բանականությունը ծրագրավորված է քեզ տային պատասխանը, որը քեզ կգոհացնի։ Այսինքն կապ չունի դու ինչ թեմայով ես իր հետ խոսում, ինքը կարող է դեմից մի հատ pushback տա, այսինքն չհամաձայնվի քո հետ, բայց ի վերջո ինքը պարտավորվում է քեզ քո համար կոմֆորտնի պատասխան տա, ու պատրոստիկների, թիների, երեխաների մեջ ինքնասպանությունների քանակության մեծացումը Ամերիկայում պայմանավորված է հենց այդ ֆակտորով, որ ճիշտ է, արհեստական բանականությունը սկզբում նմանատիպ գաղափար տվողը երեխան է եղել, հարցրել է, արդյոք պետք է տենց բան անել, չեմ ուզում հիմա շատ շեշտել այդ, բայց ինքը սկզբում չի համաձայնվում, բայց հետո քեզ լավագույն տարբերակները կարա առաջարկի, ամենաանցավ տարբերակը կարա քեզ առաջարկի։ Ու դա գումարած այն անթիվ անհամար մնացած բոլոր վտանգները, որի մասին մենք չգիտենք ու չենք էլ կարա իմանանք, ինչի, որովհետև մենք դարաշրջանում մարդկության պատմության մեջ առաջին անգամ ստեղծել ենք էակ, որը մեզնից խելացի է։ Ու ես ու դու ստե նստած չենք կարա այդ էակի պես փորձենք մտածենք, որպեսզի հասկանանք ինչ կարա ինքը անի, որը կվնասի մեզ, որովհետև մենք իրանից հետ ենք, ինքը ստեղ է, մենք ստեղ ենք այս պահին։ Ու գնալով այդ մեր մեջ եղած անջրպետը մեծանալու է, այդ անդունդը խորանալու է, ինքը գնալով էլ ավելի խելացի է դառնալու, բայց ես էլ դու էլ գիտենք, որ խելացի դեռ չի նշանակում լավ, բայց խելացի մարդը միշտ ավելի ու վտանգավոր մարդը այդ հիմա էլի մեծամասամբ ասածներիդ հետ համաձայն եմ ու երևի դու էլ ինձ սկզբում սխալ հասկացար, այսինքն այդ total control կոչվածը իմ կարծիքով մեկը պետք է լինի, ասածս այնա, որ դրա ռիսկը այնա, որ դու չես կարողանալու պահես այդ total control-ը, այսինքն այս դեպքում ես օրինակ շատ կուզենայի, որ մեր ծնողները, իրանք էլ սովորեն AI իմանան ինչ է AI, վտանգը կանխելու ամենամեծ եղանակը ու առաջընթացը վտանգը ճանաչելն է, դրա համար այն ծնողները, ովքեր դեռ չգիտեն այդ ինչա, իրանց երեխաները ավելի ռիսկային իրավիճակում են գտնվում։ Անպայման, ես լրիվ համաձայն եմ ու դրա համար կասե երևի երեխային դաստիարակելուց առաջ նախ եւ առաջ ճիշտ կլինի ինքներս մեզ դաստիարակենք, սովորենք հնարավորինս ու ինչպես նաեւ հասկանանք առաջին հերթին թե ինչ տեսակի ռիսկեր գոյություն ունեն, այսինքն օրինակ եթե խոսանք անգամ են ամենա պրիմիտիվ բաներից, այսինքն ChatGPT-ն օրինակ, երբ որ ինքը գործում է որպես chatbot, ինքը չգիտի թե համակարգչի դեմը ով է նստած, այսինքն իմ երեխան կարա նաև չասի, որ ինքը երեխա է։ Ու այդ նույն տրամաբանությամբ որ օրինակ կարա ասի ունեմ գլխացավ ինչ դեղ կառաջարկես ու ChatGPT-ն շատ վատ պատասխան կարա տա, որը կարա հանգեցնի շատ մեծ խնդիրների։ Ինքը կարող է նույնիսկ հարցանի պատասխան տալուց առաջ, ինքը կարող է նույնիսկ հարցանի, խնդրում եմ շեշտեք ձեր տարիքը ու երեխան, ով կարա խափի, որ ես 10 տարեկանի փոխարեն 18 տարեկան եմ, կստանա մի խորհուրդ, բժշկական խորհուրդ արհեստական բանականության կողմից, որը իրան հակացուցված է իր տարիքից ելնելով։
ու շատ նմանատիպ գործոններ կան, այսինքն յուրաքանչյուր դեպքում պետք է հասկանալ, որ ChatGPT-ն կարա ունենա ազդեցություն ինչպես ֆիզիկական աշխարհի վրա, այնպես էլ հոգեբանական աշխարհի վրա, այսինքն եթե օրինակ իմ երեխան սկսի կիսվել ChatGPT-ի հետ ինչ որ էմոցիոնալ տեսանկյուններից ու հանկարծ զգա, որ ինքը գտնում է հանգստություն ու կոմֆորտ ChatGPT-ի մեջ, ասել քեզ օրինակ սոցիալական կողմը իմ երեխայի ջախջախվելու, այսինքն հաջորդ պահին ինքը փոխարենը վստահի իր ծնողին ինձ ու գա պատմի ինձ ու իմ մեջ փնտրի կոմֆորտ, սկսելու է փնտրել կոմֆորտ թվային աշխարհում։ Արհեստական բառը ինքն բրուտալ ու դաժան բառ է, բայց ինքը շփվելու է արհեստական բանականության հետ, ստեղծելով արհեստական վիրտուալ աշխարհ ու ամենադաժանն է, որ ինքը իրան լավ է զգալու այդ աշխարհում, հետևաբար ոնց էր այն ժամանակ, որ մետայի կամ առասարակ վիրտուալ իրականության ակնոցները դուրս եկան, հիմա էլ YouTube-ում որ ման գաս կգտնես դեպքեր, երբ մարդիկ օրեր շարունակ այդ ակնոցները չեն հանում իրենց աչքերից։ Ինչի, որովհետև այս աշխարհը, իրական աշխարհը իրանց համար շատ դժվար է։ Հետևաբար իրանք արդարացնում են իրենց վիրտուալ աշխարհը ու ինչի՞ չասում, եթե ես ստեղ ավելի երջանիկ եմ, ինչի՞ չապրեմ դրա մեջ։ Հա, ինքը ասում է իրական չի, բայց դարձել է իմ իրականությունը։ Հիմա կարևորագույն դեր ենք խաղում մենք որպես հասարակություն, որպես ծնող ու մենք բոլորս մեկս մյուսի հանդեպ ենք պարտավորեցված։ Բոլորս ունենք այդ պարտավորությունը առաջին հերթին ինչ որ քայլեր ձեռնարկելու, որպեսզի մենք հասկանանք այդ վտանգները։ Հիմա ու դու ինչ ճիշտ հասկացի, մենք էլ մեր ընտանիքում շատ ենք օգտագործում chat-ը, բայց դա իմ կարծիքով պետքա ժամանակի ընթացքում վերանա, հա։ Օրինակ կան մայրեր, տարբերակի չէ, այստեղ են, հա, որ օգտագործում ենք մենք, այլ ոչ թե երեխաները։ Մենք գտնվում ենք բավականին հասուն։ Չէ, ես կներես, որ ընդհատում եմ, ես կոնկրետ նկատի ունեի, օրինակ եղել է դեպք, երբ իմ կինը, իմ երեխային, այտենց նկարվել է հետը ու բան արել։ Գեներացրել, չգիտեմ, օրինակ մենք գտնվում ենք Փարիզում, չէ՞։ Ճիշտ է, իմ առաջին ռեակցիան այդ նկարի եղել է վայ ես ինչ լավն է ու բոլորին ով առաջինը տենում է, ասում է վայ ես ինչ սիրուն է, չէ՞, բայց ես երկրորդ ռեակցիայով ասել եմ դե ջնջի, վերացրա ու այլևս երբեք այտենց բան չտենեմ։ Այսինքն մեր դեմքը, մեր երեխայի դեմքը հանկարծ որպես ինֆորմացիա չտակ արհեստական բանականությունը։ Ու կարծում եմ ամենաշատը նման բաները անում են հենց մայրերը, ինչքան էլ դաժան սա կհնչի իրենց համար, բայց իրենք պիտի առաջինը իրանք հասկանան, որ այդ նեղ անձնական նուրբ ընտանեկան, հա, երևույթը չի կարելի կիսել արհեստական բանականության հետ, քանի որ դա բառից բուն իմաստով դառնում է դու կիսում ես դա ինչ-որ մեկի հետ, ով ամեն ինչին հասանելիություն ունի, հա։ Մենք քնում ենք, չէ՞, մենք որպես մարդ, մենք օրվա վերջում քնում ենք, որտեղ մենք հոգնում ենք։ Այդ արարածը չի քնում, այդ արարածը չի հոգնում։ Նույնիսկ այն chat-ը, որը մենք սկսել ենք, բայց օրվա վերջում համակարգիչն անջատել ենք ու մենք գնացել ենք քնելու, ինքը չի քնում, ինքը դեռ մտածում է քո տված հարցի շուրջ, ինքը դեռ պարադոքսի մեջ է մտել ինքը իր հետ, ինքը փորձում է տարատեսակ լուծումներ գտնել, գաղափարներ գտնել ու երբ ինչ-որ մեկը անընդհատ սովորելու, չքնելու ու չմահանալու հատկություն ունի, ինքը իրանից վտանգ է ներկայացնում։ Ու արհեստական բանականությունը չի քնում, չի հանգստանում ու չի մահանում։ Չէ, լեգենդներից հայտնի լեգենդներից մեկը այն է, որ դու փակեցիր chat-ը, ինքը փակվեց գնաց, բայց դա իրականում այդպես չի, ինքը շարունակում է մտածել, այսինքն չի մտածում, հաշվարկներ է անում ու հետաքրքիր փաստ, երբ որ դու ChatGPT-ին հարց ես տալիս օրինակի համար, ինքը այդ հարցին որպես մի հարց կյանքում չի վերաբերվում։ Այսինքն ինքը համ պատասխանում է քո հարցին, համ էլ մոտավորապես 10-ից 15 հազար նոր պատասխաններ է մտածում քո հնարավոր հաջորդ հարցի համար։
ու հնարավոր դրանից հետո հաջորդ հարցի համար, այսինքն ինքը բոլոր սցենարները արդեն հաշվարկել է, երբ որ դու կարծում ես, որ ես գնացի փակեցի իրան, ինքն էլ փակվեց գնաց, չէ, չի փակվել, չի գնացել, ինքը այստեղ է, ինքը ներկա է, ինքը շարունակում է սովորել։ Շատ հետաքրքիր հանդիպում ստացվեց, շատ հետաքրքիր գաղափարներ քննարկեցինք, եթե դու հիմա այսօրվա մեր քննարկումը ամփոփեիր մեկ նախադասությամբ կամ երկու նախադասությամբ, ինչպես կամփոփեիր եւ ինչ խորհուրդ կտայիր այն հասարակությանը, ով չի օգտվում արհեստական ինտելեկտից ու ինչ խորհուրդ կտայիր այն հասարակությանը, ով օգտվում է արհեստական ինտելեկտից։ Երևի կսկսեմ նրանով, որ չիմացությունը ավելի վտանգավոր գործիք է, քան իմացությունը, ու համար մեկ խորհուրդը կլինի կապ չունի, թե դու հասարակության ինչ ներկայացուցիչ ես, լավ կլինի կսկսել իմացությունով։ Սովորել գործիքը դեռ չի նշանակում, որ դու պարտավորվում ես իրան ամեն վայրկյան օգտագործել, ամեն բնագավառում քո կյանքում իրան ադապտացնել, պետք չի դա, պարզապես իմանալով հանդերձ դու կարող ես քեզ ազատել հնարավոր ռիսկերից, սպառնալիքներից եւ այլն։ Հաջորդը, եթե փորձենք ամփոփենք, ես մեկը մնում եմ այն կարծիքի, որ խնդիրը երբեք տեխնոլոգիան չի, խնդիրը այն է, թե մարդը տեխնոլոգիան ոնց է օգտագործում, այսինքն սկսած ատոմային միջուկային ռումբերից, թե սովորական ինչ-որ հրացաններից, թե անգամ մեքենաները, որ կարծես թե ուղղակի տրանսպորտային միջոց են, կախված նրանից, թե մենք ոնց ենք օգտվում այդ տեխնոլոգիայից, դա էլ բնորոշում է այդ տեխնոլոգիան։ Յուրաքանչյուր մարդ պետք է առաջին հերթին հիմնվի արժե համակարգի վրա ու դրանից ելնելով ստեղծի իր կանոնները, իր վերաբերմունքը այդ ամեն ինչի հանդերձ, այսինքն եթե դու չունես արժե համակարգ, քեզ դժվար է կլինի ինչ-որ խորհուրդ տալ դրա վերաբերյալ, ու մեր հասարակությունը իրականում շատ է հիմնված արժե համակարգերի վրա, ինչը ես կարծում եմ շատ երջանկալի փաստ է բոլորիս համար ու շատ հաճելի կլինի բոլորիս համար, որ հասարակությունը շարունակի դա օգտագործելը, որովհետև այդ արդեն ինքն իրենով կկանխի շատ պոտենցիալ սպառնալիքներ։ Իսկ բիզնեսի տեսանկյունից այստեղ ես երևի կհնչի լրիվ հակառակը, ինչ որ ասեցի հասարակության վերաբերյալ, բիզնեսները մաքսիմալ պետք է սովորեն AI, մաքսիմալ պետք է հասկանան իր բոլոր ուժեղ ու թույլ կողմերը, մաքսիմալ պետք է փորձեն ինտեգրեն դա բիզնեսի մեջ։ Ես չի ասի, որ ամեն բնագավառում, բայց որտեղ դու կարող ես օգտագործել արհեստական բանականություն, եթե անգամ դա ուղղակի գաղափար ստեղծելու համար է, դու պետքա դա անես։ Որովհետև համար 1 մարքեթինգային փաստը, համար 1 ֆակտորը մարքեթինգում, ինչը քեզ կապահովի առաջ խաղացում, այդ այնա, որ դու ժամանակի հետ պետք է շարժվես։ Համընթաց գնաս ժամանակի հետ, այլ ոչ թե նրան հակառակ ուղղությամբ կամ դոփես նույն տեղում։ Շնորհակալություն քննարկման համար, շատ հաճելի էր, ինձ թվում է քննարկեցինք շատ կարևոր հարցեր, թե հասարակության տեսանկյունից, թե մասնագիտական եւ թե բիզնեսի տեսանկյունից, եւ կհանդիպենք հաջորդ անգամ հաջորդ թեմատիկայի շուրջ։ Այո, բայց